Բարև ձեզ։ Այսօր Drive News-ն է, ինչպես արդեն հասկացաք, այս մեքենայի հետ միասին։ Հիմա շատերը ձեզանից կմտածեն, E92 M3, ոչ մի M3, պարզապես արտաքինից M3, մնացածը չ M3, 335, այո, 3 լիտրանոց, տուրբո շարժիչով, 306 ձիավոշ զորությամբ, մեքենա։ Բայց արտաքնապես բավականին շատ փոփոխություններ են կատարված մեքենայի վրա, համարյա պատրաստված է որպես M3E92։ Այո, եկեք պատտվենք մի քիչ, արի, ահա, ուրեմն ինչեր է արած, ինչն է այս մեքենային տալիս M3-ի արտաքին։ Կապոտ, կարբոնից, երկու օդառիչներով, գեղեցիկ բամպեր, M3-ի կարբոնի սպլիտերով, անվահեծեր գեղեցիկ, մի խոսքով են սենց ամեն ինչը սարքած է որպես M3։ Միայն շատ սուր աչք ունեցող և E92-ի M3-ը ճանաչող մարդը կհասկանա, որ սա M չի, ինչից, մի բանից։ Հետևի անվակամարները լայնացված չեն, օրինակ դիմացիները լայն են M3-ի նման, հետևինները ոչ, այդտեղ բռնվեց։ Լավ, այստեղ ունենք արգելակման համակարգ, էլի M3-ի, ինչպես պնդում է սեփականատերը մեքենայի, այո, կարծում եմ M3-ի է, հավատանք նրա խոսքին, այո, բավականին գեղեցիկ արտաքին ունեցող մեքենա է օրինակ, ըստ իս, բայց եթե ուշադիր նայեք, ինքը բավականին տարբերվում է մնացած BMW-ներից։ Այս այն եզակի մոդելներից է BMW-ի, որ հենց առաջին հայացքից իրան ճանաչում ես, բայց այս մեքենային կան և սիրողներ, և չսիրողներ։ Ասեմ ինչու։ Այս մեքենայի դիզայները եղել է ճապոնացի, հենց այս մոդելինը, ու այս մեքենան նախագծելուց հետո իրան գործից հանել են։ Ասել են, այս ինչ ճապոնական մեքենա է սարքել, նախագծել։ Այո, ինչ-որ ճապոնական այդ արևելյան նոտաները կան այս մեքենայի մեջ, բայց իմ կարծիքով բավականին գեղեցիկ է։ Սիրուն է, նուրբիկ է, սուր սենց աչքերով, ոնց որ ճապոնացի աղջիկ լինի, գեղեցիկ։ Մրցարշավորցներ են այստեղով երթևեք ու միմիայն։ Այո, գնացինք, արի, 13, օրինակ իմ ավտոմեքենայի վրա էլ է 13 թիվը կպցրած, բայց ես այդ թիվը պարզապես սիրում եմ, դրա համար եմ կպցրել, իսկ այս մեքենայի սեփականատերը պարզապես ծիմծի շատ մոլի երկրպագու է, այսպես ասած։ Ինչ ունենք հետևը, հետնամասում գեղեցիկ, շատ աչքի ընկնող, հենց առաջին հայացքից, կարբոնից սպոյլեր։ Մեքենայի հետևի լուսարձակները կրկին շատ BMW-ներից տարբերվում է։ Բայց էլի շատ գեղեցիկ է։ Ինձ շատ դուր է գալիս, չգիտեմ, երևի ճաշակի հարց է։ Այստեղ տեսնում եք կապույտ գեղեցիկ եզրերով բորլա խլացուցիչները, որոնք մասնագիտացված են հենց շատ լավ ձայն ստանալու և արդյունավետ օդը այրված գազերը դուրս հանելու ուղղությամբ։ Ձայնը շատ լավն է մեքենայի, հեսա դուք ինքներդ կլսեք, տեսքը լավն է, հետևի բամպերը M-ի, անվահեծերը M-ի, ամեն ինչը M-ի։ Լավ, գնանք երևի փորձարկենք տեսնենք ինչ ասում, ինչ կարանի ես 335-ը, իր 3 լիտրանոց տուրբո շարժիչով։ I won't soothe your pain, I won't ease your strain, I won't soothe your pain, I won't ease your strain. I seek you out, flay you alive. One more word and you won't survive. And I'm not scared of your stolen
rise through you anyhow. I seek you out, flay you alive. One more word and you won't survive. And I'm not scared of your stolen power. See it rise through you anyhow. I see. Survive. Ե92 երրորդ սերիայի BMW 3 լիտր աշխատանքային ծավալով տուրբո շարժիչ ինդեքսով 335 հզորությունը 306 ձիաուժ է, բոլորող մոմենտը 400 նյուտոն մետր, բավականին լավ է, ասեմ, որ E46 M3-ից, E46 թափքով M3-ից բարձր է բոլորող մոմենտը, մեքենան գնում է բավականին լավ, բավականին հետաքրքիր, տուրբո շարժիչները միշտ այդպես են, հետաքրքրություն ունեն ինչ-որ, բայց ես այդքան էլ չեմ սիրում, որովհետև ես մթնոլորտային, այսպես ասած, ատմոսֆերիկ շարժիչները շատ եմ սիրում։ Տուրբոն վարելը մի քիչ իր նրբությունները ունի, տուրբոն ուշ է միանում, ուշ է ճնշման նստում, այդ 3500 պտույտ րոպեից հետո նոր միանում է, ապարոտից, այսպես ասած, ապարոտից հետո նոր միանում է, մանավանդ դրիֆտերի ժամանակ մի քիչ պետք է ձեռքդ բացված լինի, որ կարողանաս այս մեքենայով լավ հավեսով դրիֆտ անել։ Լավ, ինչ դրիֆտի մասին է խոսքը, հələ մեքենան ընդհանուր չփորձ ցարկած։ Ման 260 կմ/ժ արագություն է այստեղ ցույց տված։ Ինձ թվում է սա հաստատ ավելի շուտ կհասնի այդ արագությանը, քան հին E36-ը, հին V8 շարժիչով։ Մեքենան շատ արտաքին վերափոխություններ է ապրել, ստայլինգ, լիովին M3 է սարքացա, դարձել է M3։ Արտաքինից կարծում եմ, բացի հետևի անվակամարներից, կարծում եմ էլ ոչինչից չես կարող հասկանալ, որ սա M3 չի։ Բավականին հետաքրքիր է գնում մեքենան, հետաքրքիր պահում է իրան ճանապարհին, որ ասեմ սենց շատ լավ միանշանակ լրիվ սպորտ քարա մի քիչ կխափեմ, որովհետև մի քիչ թերանում է էլի, շատ քիչ իհարկե, բայց այս լողը մի քիչ ջոջ ունի, մի քիչ երևի փափուկ է, թե ինչ է, չգիտեմ, չեմ հասկանում, բայց ինչի, այն ձգությունը չունի։ Քաղաքի համար լավ է, քաղաքում երթևեկելու համար։ Ղեկի հետևներում փոխարկիչներ, ու այս այն փոխարկիչներից է, որ ես ձեզ որոշ ժամանակ առաջ ասում էի, որ այդքան էլ չեմ հավանում, որ երկու կողմից էլ քաշում ես դեպի քեզ աստիճանը բարձրացնում է, բրդում ես առաջ, աստիճանը իջացնում է, այսինքն բթերով աստիճանը իջացնում ես, այս մատներով բարձրացնում ես։ Ես սիրում եմ ավելի այն կլասիկ ու ավելի երևի սպորտային տարբերակը, որ աչքը բարձրացնում է, ձախը իջացնում է փոխանցումները։ Մեքենան բավականին գեղեցիկ է պատրաստված, սև տանիքով, սև եւ կաթնագույն սրահով։ Հետաքրքիր համադրությունն է, մենակ այս փայտի դետալները այստեղ ահավոր ավելորդ են, ահավոր չեն սազում։ Այս մեքենայի մեջ կամ պետք է լիներ կարբոն կամ ալյումին։
փայտ էս մեքենայի մեջ պետքա չլիներ։ Ընդհանրապես այդ BMW-ի բաներից չի, էլի յուրահատկություններից չի այդ փայտ լցնել մեքենայի մեջ, շատ քիչ է ինքը այդ անում ու իրան չի սազում։ Այդ Mercedes-ին է սազում, այդ Rolls-Royce-ին է սազում, այդ հանգանոց այդ ուրիշ ճոխ մեքենաներին է սազում։ Սա այս մեքենային ճոխություն չի պետք, այս մեքենային հզորություն է պետք, արագություն է պետք, կառավարելիություն է պետք, սպորտային նստարաններ է պետք, որը այստեղ էլի վատ չեն։ Իհարկե մի քիչ փոքր են գրկում, քիչ են գրկում, ներքևի հատվածը նստատեղը ընդհանրապես չի գրկում, միայն մեջքի հատվածն է գրկում, բայց ինչևէ։ Ձայնը մեքենայի, ինչը իմ ամենասիրելի թեման է, ձայնը էլ է շատ լավ է, որովհետև ինչպես արդեն ասեցի, լիովին վերափոխված է սարքած է MS մեքենան, ու բնական է խլացուցիչներն էլ փոխված են եւ տեղադրված են Borla խլացուցիչներ։ Borla-ն M3-ի են Ակրապովիչ Borla բան այդ Super Sprint այդ կարգի, այդ կատեգորիայի խլացուցիչը, որը հենց M3-ի տակ ընդհանրապես դրվում է ու ապահովում է գերազանց սիմֆոնիա։ Փոխանցումատուփը սովորական BMW-ի ավտոմատ փոխանցումատուփն է, բայց շատ լավն է։ Մնացած բոլոր սովորական սերիական արտադրության մեքենաների փոխանցումատուփերից հաստատ լավն է, հաստատ շատ լավ ավելի հասկանում վարորդին ինչ է ուզում, այդ ոտը գազի այդ ոտնակը մի քիչ շարժում ես, ասենք, թուլացնում, ուժեղացնում, միանգամից ինքը հասկանում է, հետ պետքա իջացնի, մութա, հետ պետքա իջացնի, պետքա վերև բարձրացնի, մի խոսքով, շատ լավ հասկանում է։ Ու բավականին արագ է կատարում, ինչը շատ զարմանալի է, այսինքն զարմանալի չի, BMW-ի այդ լավ հատկություններից մեկն է, որ BMW-ն միշտ ունեցել է։ Այստեղ ունենք մուլտիմեդիա համակարգ, այն ժամանակների համար բարձրորակ, մանիտորով, այստեղ կարգավորումներով, ջոյստիկով։ Հիմա մենք գտնվում ենք Դիլիջանի թունելում, դրա համար մեզ մոտ մութ է։ Դրա համար հիմա բավարարվում ենք այս լույսիկներով։ Բայց հիմա ես ուզում եմ մի փոքր պատուհանը իջեցնեմ, որպեսզի մեքենայի մեջ լսենք մեքենայի ձայնը։ Ուշադրություն։ Փափուկ հաճելի, բայց գեղեցիկ բավականին։ Վաու։ Լսվում է։ Ինձ մոտ լսվում է։ Ատա այդ լսում է։ Բավականին հաճելի ձայն ունի։ Ինչը շատ ուրախացնում է։ Լույսիկները անջատենք։ Մեքենան ասեմ բավականին ագրեսիվ տրամադրված բոլորի նկատմամբ, թե վարորդի, թե այս բոլոր
այս շրջապատող մարդկանց։ Այդ տուրբոյի էֆեկտը հասկանում եք, որ մի քիչ ցածր աբարոտներից, պտույտներից գազը սեղմում ես, ինքը սենց բարձրանում ես, ոնց որ բանինի մանկական խադունոկ։ Հետո հենց գալիս է արդեն տուրբոյի ճնշումը տալու պտույտը, աբարոտը, միանգամից քեզ ծեփում անստարանին։ Տուրբոյի հաճույքն է դա է, տուրբոյի հաճույքը փոխարկում կատարելուց խլացուց չի ձայնն այդ գմփոցը, որ հանում է, պայթյունը, մի խոսքով շատ հաճելի բաներ կա։ Այստեղ, ինչպես բոլոր մնացած, շատ մնացած, ավելի ճիշտ կլինի ասել, BMW-ների մեջ կա DTC կոչակ, այդ տուրբոյի վատը էտա, որ ասում եմ, դրիֆտ անելուց, մեքենան մտնում է կողասահք, մեկը հիշում է, որ պետքա տուրբո միանա ու միանգամից ես իմ ինչա քեզ անում, կոնտրոլից դուրս է գալիս։ Դրա համար տուրբոյով մեքենաներով դրիֆտ անելուց պետքա աշխատել, երբ որ տուրբոն ճնշման, այսինքն բուստի մեջ է իրա, այսինքն արդեն ինքը միացել է կոպիտ ասած, նոր այդ ժամանակ կատարել դրիֆտ, որովհետև կարող է լավ չստացվել։ Հասկացաք չէ ինչ է կատարվում։ Կատարվում է հետևյալը։ 3 լիտրանոց շարժիչ է։ Գազը սեղմեցիր, 3 լիտրանոց շարժիչ է։ Եկավ հասավ 3500 աբարոտ, բայց դու արդեն դրիֆտի մեջ ես։ Դու արդեն դրիֆտի մեջ ես։ Հասավ 3500 աբարոտ, տուրբոն միանում է, քեզ տանում է այս կողմ այն կողմ։ Բավականին հետաքրքիր ներկայություն ունի։ I will move fast, I will move slow. Take me where I have to go. Learn to move, I've learned to move. I'll turn my face against the wind. I will move fast, I will move slow. Take me where I have to go. Այսպես փորձարկեցինք նաև մեր 335-ը։ Գեղեցիկ մեքենա, հաճելի վարման մեջ, բայց ես իմ չի, իհարկե, թե ընթացքի համար, թե կառավարելիության, թե 0-ից 100, բայց հետաքրքիր է այն, որ ամենօրյա լավ ժամանակ անցկացնելու մեքենա, որ չգիտեմ, երիտասարդ լինես, ամենօրյա պարզապես մեքենա։ Դե ինչ բաց թողնված հաղորդումները կարող եք դիտել ինչպես միշտ, թե Facebook-ում Drive News, թե YouTube-ում կրկին Drive News կամ պաշտոնական կայքում autodrive.am հասցեով, որտեղ կան բոլոր հաղորդումները։ Դե ինչ կհանդիպենք հաջորդ շաբաթ, ինչպես միշտ, նույն ժամին, նոր մեքենայով, տեսնենք թե ինչ մեքենայով։ Չնայած ես գիտեմ, տեսնեք թե ինչ մեքենայով։ Հաջողություն։ Shrooms in my dressing room.
խփե։ Այքո։ Ինչի աբերներ։ Ինչու եք այդպիսի բաներ ել։ Ստեղ կանգնենք, որպեսզի կուկուրուզ ուտենք։ Ստեղենք թե մյուսը ներքև ենք։ Էսի ամենը համովն է։ Ապեր կուկուրուզ չենք ուտել, որա մի մաշնա ուտելիք կա։ Հա։